Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները հասել են ամենալարված ու դրամատիկ կետին։ Բոլորը սպասում էին Նոյի ու Անգելինայի հարսանիքին, բայց հարսանեկան հրավառության փոխարեն տեղի ունեցավ ողբերգություն։ Նոյին սպանեցին հենց հանդիսության օրը։ Այդ պահից ամեն ինչ փոխվեց, հերոսների կյանքերը խառնվեցին, հարաբերությունները փլուզվեցին։ Անգելինայի ծննդյան գաղտնիքը, որը տարիներ շարունակ պահվել է, կարծեք թե փորձում է լույս աշխարհ գալ։ Եվ հենց այս փուլում էլ հայտնի են դառնում նոր ու հուզիչ դրվագներ։ Աննայի և Միքայելի բաց խոսակցությունն այս պահին ամենակարևորներից է։ Տարիներ շարունակ Աննան հավատացել էր ամուսնուն, վստահել նրա ամեն բառին, բայց հիմա, երբ գաղտնիքները մեկը մյուսի հետևից բացահայտվում են, նա պահանջում է մի բան՝ ճշմարտություն։ Աննան այս անգամ նստած է Միքայելի առջևում, վճռական։ Նա ասում է այն խոսքերը, որ հեռուստադիտողները սպասում էին լսել, որ ինքն ու Լիլիթն ինչ-որ գաղտնիք են թաքցնում։ Իհարկե, հեռուստադիտողները մտածում էին, որ Աննան դեռ վաղուց պետք է գլխի ընկած լիներ, որ այդ երեխան, ով Միքայելը թաքցրել է, հենց Անգելինան է։ Այդ հարցը փոխում է ամբողջ մթնոլորտը։ Միքայելը, որ միշտ եղել է ուժեղ, սառնասիրտ ու ինքնավստահ, առաջին անգամ սկսում է կասկածել՝ արդյոք իրեն կհերիքի ուժը խոստովանելու այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել է նույնիսկ իրենից։ Նրա հայացքը խոնարհվում է, բայց նա փորձում է իրեն ուժեղ ցույց տալ։ Հեռուստադիտողները կարծում են, որ Միքայելն այս անգամ կկորցնի իրեն ու Աննային կասի ողջ ճշմարտությունը։ Ինչ է հորինելու այս անգամ Միքայելը, ինչպիսի խոսքերով է հանգստացնելու Աննային, բայց իհարկե այդ խոսքերն այլևս չեն կարող հանգստացնել, այլ ավելի են բորբոքելու։ Աննան հասկանում է, որ այս խոստովանությունն անուղղակի, բայց միանշանակ է։ Տարիներ առաջ Միքայելը խաբել է նրան, Աննան շատ լավ է հասկանում այդ մասին։ Իրենից տարել է իր երեխային և ամբողջ կյանքն Աննան ապրել է մի կեղծ իրականության մեջ։ Իսկ այդ երեխան հենց Անգելինան է, աղջիկ, որը մեծացել է որպես օտար երեխա։ Աննայի դերակատարուհին այս տեսարանում պարզապես փայլում է իր դերակատարմամբ։ Նրա աչքերում միաժամանակ կա վիշտ, զայրույթ և այն խորը ցավը, որը միայն մայրը կարող է զգալ։ Նա անցնում է ինքնախոստովանության բոլոր փուլերով, հարցնում է, լռում, փորձում է հասկանալ, հետո նորից պոռթկում է։ Տեսարանը իրականում դառնալու է հեռուստասերիալի ամենալարված տեսարանը։ Նույնիսկ Միքայելի կերպարը ներկայացվում է ոչ թե որպես չարագործ, այլ որպես մարդ, որը սխալվել է սեփական սիրո ու պաշտպանության պատճառաբանությամբ։ Նրա աչքերում խղճահարություն կա, բայց նաև վախ այն ամեն ինչից, ինչ առաջիկայում պիտի բացահայտվի։ Հեռուստադիտողներն, ովքեր հետևում են այս դրվագներում, սոցիալական ցանցերում գրում են, որ Աննայի այս տեսարանը սերիալի լավագույններից էր, նման հույզեր վաղուց չէին տեսել։ Ինչ կլինի Աննայի հետ, երբ իմանա ճշմարտությունը, իմանա, որ Անգելինան է իր դուստրը։ Նա կհասկանա, որ իր երեխայի ճակատագիրը փոխվել է անկախ իր կամքից։ Նա որոշելու է գնալ մինչև վերջ, անկախ հետևանքներից։ Նա խոստանալու է գտնել իր դստերը և վերջապես պատմել նրան ճշմարտությունը։ Միևնույն ժամանակ, ինչպես է վարվելու իր հարազատ երեխաների՝ Հենրիի ու Ֆաինայի հետ, եթե իմանա, որ այսքան ժամանակ նրանք իմացել ու իրենից գաղտնի են պահել այդ ճշմարտությունը։ Միքայելի կերպարը դառնում է բարդագույն։ Նա միաժամանակ և մեղավոր է, և խղճալի։ Մի կողմից նա կործանել է սեփական ընտանիքը, մյուս կողմից փորձում է փրկել այն, ինչ դեռ մնացել է։ Նրա ներքին պայքարը մեղքի և սիրո միջև սերիալին տալիս է խորը հոգեբանական շերտ։ Հենց այս դրվագներից հետո Դիանա Գրիգորյանի գրական ձեռագիրն առավել է ընդգծվում։ Նա կարողանում է ցավը վերածել պատմության շարժիչ ուժի։ Չկան միանշանակ դրական կամ բացասական հերոսներ, բոլորը սխալվում են, բոլորը տառապում են։ Աննայի և Միքայելի այս բախումը միայն սկիզբն է։ Դրան կհաջորդի Անգելինայի գաղտնիքի բացահայտումը, Լիլիթի խարդավանքների նոր և առավել ծանր հետևանքները։
Հեռուստադիտողները վստահ են, որ այս ամենը դեռ վերջը չէ, այս ճշմարտության բացահայտումը դառնալու է այն պահը, երբ բոլորը կորցնելու են իրենց քողարկված դիմակները, եւ հենց այդ պահին կսկսվի վերջին զանգի իսկական եզրափակիչ պատմությունը, ցավոտ, բայց անչափ հուզիչ։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե վերջապես երբ է Միքայելը Աննային ասելու այն ճշմարտությունը, որը հեռուստասերիալի սկզբից հետևում է Աննային։ Իհարկե, Աննայի համար դա ցնցում է լինելու, որ իմանա այսքան ժամանակ Անգելինան, ով տառապում է, իր հարազատ դուստրն է, իր արյունն է։ Իհարկե, հնարավոր է նա Միքայելին չների, բայց նա սիրում է Միքայելին, ինչպես կվարվի։ Նա Սոսին էլ ներել չի կարող, քանի որ 25 տարի մահացած է ձևացել ու հիմա վերադարձել է, փորձում է շահել Աննայի սիրտը։